Ժողովուրդ, սա մեր պատմության վերջն է, իսկ ամեն ինչ սկսվեց այսպես։ Ախր քերիս է նկարել։ Բարի 40-ով բարաշենք ու վերջ էլի։ Ախր իրոք չեմ կարա, սա շատ յուրահատուկ նկար է։ Բացերը յուրահատուկը ո՞րն է։ Ոնց որն է։ Ցավը տանը մեզ Լյուբոյ ռեմոնտի հետ խոսում է։ Հաջորդ եմ։ Ասավարդ էլի ոսը երբ ես մարդ դառնալու այդ տղա լիցքավորել ես անտերը Քերիս է։ Հա քեր։ ճոռուծավ Քերի բարձրախոսով եմ խոսում, կողքս հաճախորդ կա։ Այն 50,000-անոցը կարամ 40-ով տամ։ ասել եմ 50 ուրեմն 50 Ասա 40-ով լավ է, էլի թող Լավ, բարաշենք։ եղավ քեր։ Չէ, ախպերս տեսար։ Վարդան 40 ու պառուկամ։ Երեսուն։ Հա։ 20։ Հա։ Արախտեր ջան, քեզ 5000 հաջողություն։ Հաջողություն։ Ախպեր 5000 տվիր։ Ախպեր։ Իսուք։ Սուքեսյանով է։ Ես եմ։ Սուքեսյան բժիշկը ձեզ է սպասում։ Չուր դվեք օգնեմ Վայ չի անհարմար է, այս ինչ եկա։ Անհարմար է ախր։ ծանր է ոչինչ որտեղ դնեմ Դե որտեղ կուզեք դրեք, կարևոր չի։ Կարևորել եմ, որ անշահախնդիր օգնեցիք։ ախ բա եղավ Այ հիմա քթածակով շնորհքով տեղին տղամարդ գտնելը շատ դժվար բան է, շատ։ Հա։ Ասա, կիսվի։ ինչ ասեմ արդեն 20 տարի է մենակ եմ ապրում Օղորմի։ Օղորմի չէ բարեբախտաբար կամ ավելի շուտ դժբախտաբար ողջ առողջ վախտավոր բայց ուրիշի հետ մեր համատեղ կյանքը ինձ համար չափազանց ձանձրալի եւ տաղտկալի է դարձել Վերջին բառերը, որ ես նրանից լսեցի։
Այ քո բախտ բաժանող։ Դրա ձեռը իմ հանգուցյալ մարդու նման հարբեցող մեկը պետք է հանգներ, որ ինքը չհասցներ ծանծրանը։ Կորանամ ես շատ ացավում։ Դու բա ինչ անում արդեն 5 օր ոչ քուն ունեմ ոչ դաթար։ Այ մարդ, իմաստության ատամը դա։ Դու եթե դրան 2 տարի է դիմանում եմ։ Ձերքիս վերքն է բորբոքվել։ Ձեռքիդ ինձ զորա ասել։ Դե, սովորության համաձայն քայլում էի մտորում հերթական կտավիս մասին, մեկ էլ անկարծ վերևից Սպասի։ Ես փաստորեն դու նկարիչ ես։ ծովանկարիչ։ Դու համ զովանկարիչ ես, համ այսքան շենքը շնորհքով մարդ ես։ Այ մարդ, դու տեղով մեկ գանձ ես, հա։ Իրոք։ Բա քո նման տղա մարդուն խելքը գլխին կնիկը ձեռից բաց կթողնի։ Գիտեք տիկին Վարսիկ։ իսկ անձնագրով Վարսիկ։ շատ հաճելի Հովանես։ Բա որ իմանաս ինձ ինչքան հաճելի է, Հովիկ ջան, ոչինչ որ սրանից հետո քեզ տենց դիմեմ, հա։ Իհարկե, համեցեք։ Փաստորեն ես մինչև հիմա իմ իրական արժեքը չէի իմանում, հա։ Ամեն դեպքում շատ հաճելի էր ձեզ հետ ծանոթանալ, Վարսիկ ջան։ Իրոք։ Գիտեք, ես չեմ սիրում երթվել, բայց մայրիկիս արև։ Բայ։ Հովիկ ջան, դու ինձ են ասա, խմելու հետ ոնց ես։ Խմելու հետ։ Հա։ Առիթից առիթ։ Իսկ ծխել ինձ ընդհանրապես չի կարելի, ասթմա ունեմ։ Ես քո ասթմայի ցավը տանեմ, Հովիկ։ Դու ես ինչ տեսակ մարդ ես, ոչ ծխում ես, ոչ խմում ես, աչքիս կանանոց հետևից էլ տենց միջ ես վազվզում, չէ։ Իրականում ես կանանց սիրում, հարգում և գնահատում եմ։ Սուրբ։ Ով ես։ Բա ես։ Իսկ սրբերին ինչ են անում, Հովիկ ջան։ Խաչում են։ Պաշտում են, Հովանես։ Պաշտում են։ Ես էլ մտածեցի։ Չէ, Հովիկ ջան, ես ուրվանից իմ ու քո սրտերը Հովիկ, հավերժ իրար հետ են, ինչ, Ձերքս ատամուց։ այ մարդ, ախր տանջվում ես, քորանամ ես, այդ բժիշկին ցույց ես տվել, հա, բան չի ասել, ցավազրկող չի նշանակել։ Նայել, հիմա սպասում եմ անալիզների պատասխանին։ Հա, Հովանես, մենք միայնակներով պետք է իրար հետ լինենք ու իրար օգնենք միշտ։ Մենք իրար չօգնենք, ոչ ոք մեզ չի օգնի։ Հենց հիմա վազեմ մի կարգին ցավազրկող բերեմ քո համար, Հովիկ ջան։ Հենց հիմա, սպասի, հեսա գալիս եմ։ Նստի, հեսա գալիս եմ։ Սուրբ։
Ալո։ Որտեղ։ Հիվանդանոց։ Վազում եմ։ Վարպետ, Ասա Վարդան ջան, մի հարց եմ ուզում տամ, բայց ամաչում եմ։ քո տունը շենվի խոր օտար չենք, ասա տեսնեմ։ Այն աղջիկը է, որ նոր ստեղ էր, այն որ զրուցում է իր հետ։ Ճանաչում ես։ Ճիշտն ասած, ամեն անգամ ստեղով անցնել էի, նկարներից բանը հարցնա, ես եմ մեծ սիրով պատասխանում եմ։ Հա։ Ոնց որ դուրս եկել է, էլի հավանում եմ, բայց լավ նպատակով, տուն տանելու նպատակով, հասկանում ես։ Հասկանում եմ Վարդան ջան, բայց ափսոս չեմ ճանաչում։ Հաճախ աստեղից անցնում։ Կարող է ես կոմերում ապրում։ Վաղը որ տեսնեմ, մի բան ասեմ։ Բա որ չտեսնեք։ Իմ բախտը իմ հետ է։ Ինչով օգնեմ։ Ասում ես կողմերում ապրում։ Որ խնդրեմ ապրանքի ստիրություն կանես մինչև գամ։ Հա, չէ։ Թորանուս պիտի մանկապարտեզից վերցնեմ։ Հա ես կվերցնեմ։ Ես կվերցնեմ։ Մի րոպե, այդ ինչ նկարում եմ տեսնեմ։ Այս մի քիչ մա, նացածը բուզում։ Ես տենց եմ պատկերացնում։ Մերսի, շատ շնորհակալ եմ։ Այս չորն ցավը, որտեղից եկավ կպավ ինձ։ Այդ դու է պատասխանի։ Ոտաս։ Վարսիկ այդ ցավը զրկողը նոր է սարքում։ Այս անալիզներն ինչ եղավ։ Սրանց տղամարդկանց զուգարանը որտեղ է։ Հովանես։ Իզուր Հովանես դա։ Աստված իմ։ Վերջապես ես ձեզ գտա։ Հովանես։ Բայց դու որտեղից իմացար, որ ես հիվանդանոցում եմ։ Հովանես, երեկվա պատահարից հետո ես տեղս չէի գտնում կոնսերվատորիա գնալուց առաջ վերջապես որոշեցի ես ձեզ տեսնեմ։ Քեզ, Իզա, քեզ, չէ որ պայմանավորվել էին։ Հա գիտեմ, պայմանավորվել ենք։ Երբ համերգից հետո ինձ զանգարեց Վարդանը քոքրոջ տղան ասաց, որ դու հիվանդանոցում ես, ես ինձ կորցրի, Հովանես ուղեղս մթագնեց, սիրտս կծկվեց ու ես վազեցի քեզ մոտ։ Վազեցիր։ Վազեցի Հովանես, վազեցի։ Երբ վերցրեցի վերջին նոտան, ես հիշեցի քեզ։ Իմ հերոս, իմ խեղճ Հովանես։ Խեղճ։ Բայց ինչի խեղճ որ։ Ինձ ինչ է եղել։ Ծաղկուն տարիքում գտնվող տղամարդ եմ, ուժ ու երանդը տեղս։ Կանգուն։ Կանգուն։ Պոզիտիվ։ Մարդ ես ինչի չեմ իմացել, որ այսքան կարգին մարդ եմ։ Սիրտս Հովանես, սիրտս կտոր ա լինում։ Իզոլդա, ինձ մոտ շատ տարօրինակ զգացողություն է։ Չգիտես ինչու, քեզ հետ խոսելիս ներսիցս ինչ որ մոնղոլերեն է հորդում։ Զարմանալու ոչինչ չկա, մորական կողմս տոհմիկ մոնղոլներ են։ Այ քեզ բան։ Բա մարդ մի կարգին մոնղոլերեն չի մանր։ Մինի Զյուրիխ սետ գելին խում։ Ինչ։ Սա մոնղոլերեն նշանակում իմ սրտի տղամարդ։ Մի քիչ խոճու չէր, բայց Ես միշտ գաղտնի հետևել եմ քեզ։ Ամբողջ գիշեր չեմ քնել։ Տանջվել եմ, տառապել։ Օե։ Տանջվել եմ այն մտքից, թե որքան ցավ կարող են քեզ պատճառել Քո իմ այդ մեծ ու բարդամ, թամ այդքան փայփայած ու խնամած, օծ անիծյալ կակտուսի փշերը։ թշերը, փշերը։ Ես նրան թաղեցի այսօր առավոտյան։ Իզուր, Ինչու՞։ որովհետև եթե չլիներ քո այդ մեծ խնամված հարթամ խնամված այդ կակտուսը մենք այդպես էլ երբեք չէինք մտերմանա Իզոլդը չկա։ Ոնց է քո խոսքերից բաբախում իմ խեն սիրտը Հովանես։ Էս ինչա։
ձեզ։ Բարև ձեզ։ Աղջիկներ, կարողա ճանաչում եք։ Չէ։ Չէ։ Մեկը գտնելու եմ։ Ինչ ասեց։ Ասեց։ Ուրել լինես, քեզ կգտնեմ իմ սրտի կես։ Էսով Հովանես։ Այդ դուք ով եք։ Ինչ լավ, Ողեք այս մարդու ձեռ։ ինչ լավ է եկար Վարսիկ ջան։ Հա, եկա։ Բերել ես ցավազրկող։ Ինչ ցավազր կող է։ Դու ասա տեսնեմ էսով է։ Հարևանուհիս է Վարսիկ ջան։ Իզոլդա Վարսիկը ինձ երբևէ հանդիպած մարդկանցից ամենաբարի, ամենահասնող, ամենասփոփող, մի խոսքով ամենավարսիկ։ Դե լավ, հա, Հովիկ ջան, չափազանցնում ես։ Համեստություն մի արա։ Վաղուց եք իրար ճանաչում։ Շատ։ Մոտ մի ժամ։ Հա։ Գիտես ինչ։ Իզաուրա։ Իզոլդա։ Հետ եմ ասում էլի Զար ջան։ Մարդու հետ կարող ես ամբողջ կյանքում դուրը դրան ապրես, բայց դե այդ մարդուն չճանաչես, բայց կարող ես ընդամենը 1 ժամ շփվես ու այդ մարդու ամբողջ դարդ ու ցավը իմանաս։ Ինչի սրտ է ասեցիր։ Գիտեք, դուք ճիշտ եք, տիկին։ Այ օրինակ ես ու Հովանեսը։ Մենք ապրում ենք միևնույն շենքի, միևնույն հարկում, ասեմ ավելին, մեր տան դռները իրար դեմ դիմաց են բացվում։ Բայց ես ու Հովանեսը իրար չենք ճանաչում, մինչև այն չարաբաստիկ պահը, երբ Ձեռը թող, ձեռ չտաս։ Բայց ինչի չարաբաստիկ։ Դու ճիշտ ես, Հովանես։ Մինչև այն երջանիկ պահը, երբ ամփոփությանս պատճառով պատշգամբում դրված մերձ արևադարձային հսկա կակտուսը երկրի ձգողականության ուժի ազդեցության ներքո սրընթաց սլացավ ցավ։ Ու դարձավ քո ցավերի խենթ պատճառը։ Ցավը դիմացկունս։ Խայամն ասավիր սիրուհուն ոտքդ զգուշ տիրողին ինչ իմանաս, որ սիրունի բիբն ես կողում ես պահին։ Չհասկացա։ Ինչ կապ ունի Սիրունի բիբն ու Հովանեսի ոտքը։ Իսկ ինչ կապ ունի ձգողականության ուժը, կակտուսը ու Հովանեսի ձեռքը։ Իսկ ինչու այդքան ագրեսիվ։ Ագրեսիվ։ Չէ, ինչ ագրեսիվ։ Աղջիկներ, դուք երկուսդ էլ ճիշտ եք։ Հա, Չէ, մի րոպե, Հովանես։ ուզածդ ինչ է, այ աղվես։ Ինչ։ Աղվես։ Բեզոայրյան այդ։ Չասեց։ Ես ինչ ասեց։ Բեզոարյանը հայոյանք չէ, Վարսիկ ջան, պարզապես այծ է։ Հա, ուրեմն ես, ապարանցի Վարսիկս, ամբողջ կյանքում նամի սպահած, պատիվ հարգանք ստեղծած, ու ինձ ասեն, կազյոն։ Կոչյոլ, այծ։ Արի ասե, արի ասե, երտապերկի, բաչվե։ Վարսիկ ջան, չան ես։ Հովանես պատս բարի ինձ, Հովանես պատս բարի Ասի, Էդ ինչ ասում։ Աղջի դու չես ամաչում, ստեղ, հա, վայ աննամու։ Վարսիկ, պատասպարել հայոյանք չի, պատասպարվենք, մի խոսքով։ Մի խոսքով։ Հակապերկի, բաչե արի ասեմ ես։ Հովանես։ Վայ, Հովիկ ջան, քորանամ ես, ուժեղ խփեցի։ Ոչինչ, Վարսիկ ջան, ես ցավին սովոր մարդ եմ, կդիմանամ։ Վախ, իբր քիչ ես այդ լրպի ձեռը ցավ քաշել, հա, ամբողջ կյանքում, վախ։ Ինչ։ Լիրբ Հովանեսու մասին է խոսքը։ Նախքին կնոջս նկատի ունի, չէ Վարսիկ ջան, դու ճիշտ չես հասկացել, նա անբարոյական չի։ Լիրբ հարցեց չի, Հովանես ջան, դու քեզ հանգիստ պայի, հանգիստ պարկի։ Հա, էլի Հով ջան, հանգստաց ուր է շտապում, հանգիստ պարկի։ Հովիկ ջան, վար։ Մի րոպե, ես մի բան չեմ հասկանում, Հովանես։ Փաստորեն մի ժամվա ընթացքում հասցրել եք նույնիսկ քո ընտանեկան ինտիմ կյանքը քննարկել։
Չէ, Իզա ջան, ինտիմ ասվածը մի փոքր ուռճացված է։ Յալսի ինչ եմ ասում այ աղջի։ Եթե ուզում ես մարդուն ճիշտ ճանաչես, հենց ինտիմից էլ պետքա սկսես, չէ Հովիկ ջան։ Հովանես։ Վարսիկ, Իզա, վատեմ։ Վայ, աղջի, վեր կաց։ Հով ջան, Դու չես տեսնում մարդը վատա։ մինչև դուք չվերգենաք, ես չեմ վերգենա։ Իզա, վարտեմ, Վարսիկ։ Հովանես, Հով ջան։ Ախպերիշ գործանենք, որ մի կոպեկ փող աշխատենք, ինչին կպակ չորացավ։ Դե մի բան ասա։ Սպասի, մտածում եմ։ Էսի դու միջով մտածես։ Ես մատ զուգարան գնամ գամ, հա, ոնց որ ես պիվեն տեղ հասավ։ Հոп, զուգարան։ Ինչ զուգարան։ Զուգանի թուղթ։ Ապես պետք չի։ Զուգանի թղթի բիզնես սկսենք։ Հա դժվար դու։ Չէ, նայ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև տղա ջան։ Այս աղջկան կարողա ճանաչում եք։ Հլա տուր տենամ տղա ջան։ Ես Անահիտն ա ճանաչում եմ։ Անահիտն է։ Անահիտը ինչի է քեզ պետք տղա ջան։ Չորթան ձախի դուրը։ Շնորհակալություն։ Մարս։ Տղա, նա դες խաղում թե շախմատ։ Ակո համար ինչ տարբերություն է։ Մեկը խաղալ չի։ Բա որ չծախվի ու տակ տանք, հա։ Ոնց որ ասում էր քերիս լավիկը։ Մարդ անկախ իր սեռական ու քաղաքական կողմնորոշումներից ամեն օր պարտադիր ուտում է ու բանը տղերք, քանի բլոկ իջացրիք։ 50։ Մարդ, հա։ Հələ մի րոպե սպասեք։ Զանգ է գալիս։ Հա, Ռուզան ջան, ես էի զանգում։ Ուզում էի իմանալ ախր ո՞նց է անկերս։ Հա։ Դեռ ռեանիմացիայում, հա։ Այ քեզ բան։ Այն մարդ ինչ ճիճու մտավ այդ տղու փորը չեմ հասկանում։ Նորմալ ուտել խմելով գնացինք, հասանք։ Լավ, լսի ինչ եմ ասում։ Եթե դեղի կարիք լինի, անպայման ինձ զանգի, ես տերեմ։ Խնդիր չկա։ Վայ թու, արա կամած մի շպրտի։ Հա դե զուգային թուղթ է, էլի հոխարուստա չի։ Զուգարանի թուղթա, որ չլինի ինչ ես անելու։ Այ քորանամ ես։ Քորացա Հովիկ ջան։ Քորացա ես։ Աչքերդ բաց, խնդրում եմ խոսիր ինձ հետ Հովանես։ Անիմաստ մկակալու տեղը մի օգտակար բան արա։ Հովանես։ Սա հաստատ ալերգիա կամ անաֆիլակտիկ շոկ։ Այքու։ Այ մերդում եմ։ Հովիկ ջան։ Չէ, Հով ջան, դու մի մերի, ես հեսա կգամ, խնդրում եմ դիմացիր, Հով ջան, ես հեսա կգամ։ Հովանես ջան։ Ահ, ջան։ Վարսիկ։ Ասա։ Վարսիկ։ Վայ, շեֆ ջան, վայ, սպասի, վայ, շեֆ ջան, Սլավիկ ջան, շեֆ ջան, ես դու ես, հələ ասա տեսնենք չես անում ստեղ, Ես չես փոխվել, էլի նույն Վարսիկն ես։ դու էլ չես փոխվել, ասեմ իմանաս, էլի նույն գործին ես, Հա, դե ինձ մոտ էլ այդ նույն գործն է լավ ստացվում, էլի ինչ անեմ։ Դու են ասա, ստեղ ինչ ես անում։ որ մացիկ Գարսևանիս հետը, ստեղ եմ աշխատում, սանիտարկա եմ, հա, տանս էլ մոտիկ է, յոլա եմ տանում, հա։ Գոնե փող կա մեջը։ Դե չեմ բողոքում, շատից քչից մի օր լավ, մի օր վատ, հա։ Շեֆ ջան կներես էլի խիստ անձնական գործ է, հա, չնեղանաս։ Ախպեր ջան, զբաղվի ինչով ուզում ես Հովանես ջան, մի քիչ դիմացի քեզ ձիգ պահի, հա, գնամ քեզ ավելի ուժեղ ցավազրկող բերեմ, հա, դիմացի։ Վարսիկ ջան, քեզ շատ չարչարեցի, չգիտեմ,
Ոնց եմ լավության տակից դուրս գալու։ Միշտապի ցավը տանեմ, մեր կյանքը դեռ արջևում է, կհասցնես։ Գնացի մի ոտը սնդեղ մեկը ստեղ։ Հովանես, Սլավիկ, վերկաց։ ոնց։ Վերկաց, Այ, վերկաց։ ախ, ձերքս, այ, Ես քոնն ավելի զորական իմը, հա։ Լարի, արի նստի։ ինչ է կոմոդ ինչա։ Իմը լուրջը։ Ախ, քաղցկեղ։ Իա բերանդ խերով բացար այ մարդ քաղցկեղ, ասինք լուրջա, ոչ ասինք Ուրեմն հեպատիտ։ տենց բան էլա լինում։ Այ քուտունը շինվի։ Հեպատիտ A, B, C, D, Q, Վայ քու։ Հիմա քոնը դրանցից որ մեկն է։ Բանը չինականը։ Այսինքն Ընտրամ։ Աբրահամյան Սլավիկ։ Դա ես եմ։ Չինաստանից աբրանք մաբրանք ենք բերում էլի, ապես թե Հայաստանում սաղցնում են գնում, բայց կարգին աբրանք ասեմ քեզ։ Սենց երեխեքի խաղալիք, մայկա տրուսիկ, ման, այս կարգի բաներ։ Թորներ չունեմ։ Երեխա առավել եւս կամ հակառակը։ Հա։ Դե այդ պայի մոտդ մի բան ասեմ, դու առավոտները հաց ուտում ես կամ ընդհանրապես։ Ուտում եմ։ Լավ ես անում։ Իսկ զուգարան գնում ես։ Գնում եմ։ Լավ ես անում։ Ես էլ քեզ։ Զուգարանի թուղթ։ Չինական, զուգարանի թուղթ, էքստազ, առաքում միջև ձեր ունիտազ։ Տար, կօգտագործես, դուրդ կգա, համար այստեղ գրածա, կզանգես ինձ, ես կարակ եմ։ Իսկ մի անհամեստ հարց տամ էլի, սա որտեղի արտադրանք է։ Համար ասենք չինական։ Բարև ձեզ։ Բարև։ Անահիտը տանն է։ Երևի նկատի ունեք տիկին Անահիտը։ Չէ, Անահիտը չի կարա տիկին լինի։ Ինքը Արմինե, ով է։ Տիկին Անահիտ, ինչ որ երիտասարդ ձեզ է հարցնում։ Թող ներս գա։ Համեցեք։ շնորհակալություն։ Լսում եմ։ Բարև ձեզ։ Բարև։ Խոսիր տղաս։ Տիկին, ես այրը համար եմ եկել։ Այս նկարը ձեռքիս հույսը սրտումս, մտածում էի տեսնես կգտնեմ, թե չէ, ու գտա։ Այսինքն հրաշքներ լինում են։ Մի րոպե երիտասարդ, մի րոպե։ Նախ ես ուզում եմ իմանալ ձեր գալու բուն նպատակը։ Եվ հետո, ինչ կապ ունեք դուք Նարեի հետ։ Նարե։ Ինչ սիրուն անուն ունի, Նարե։ Եվ իմ սիրած անունն է։ Ես Վարդանն եմ։ շատ հաճելի է, բայց դուք չպատասխանեցիք։ Ինչ կապ կա ձեր եւ Նարեի միջև։ Միակողմանի ու մտավոր։ Շատ օրիգինալ է։ Հետո Դե ես Նարեին սիրում եմ, բայց ինքը ինձ չի ճանաչում։ ասենք թե իսկ որտեղից ձեզ այն նկարը, որի մասին քիչ առաջ խոսում եք։ Նկարը ես եմ նկարել։ Խնդրեմ։ Ես նկարիչ եմ։ Հովանես Քերուս պես։ Ճիշտ է, ես ժամանակակից արվեստը չեմ հասկանում։ Իմը դասականն է։ Այվազովսկի, Սարյան, Միքելանջելո։ Ռուսական արվեստն եմ
սիրուն 19-րդ դարի։ Ամուսնուս պապը Սան Պետերբուրգի հայտնի եւ հարգված բժիշկ էր։ Մա տղաս հոր եւ պապի նման բժիշկ դարձավ։ Հիմա Եվրոպայում իր սեփական կլինիկան ունի։ Իսկ նարես որոշեց նույնպես բժիշկ դառնալ։ Հիմա ինտերնատուրայում է սովորում, այ որ ավարտեց, անպայման կգնա հոր մոտ աշխատելու։ Պաստորեն Նարեն բժիշկ է։ Да իհարկե։ Мы врачебная династия, дорогой։ Ինչու ես կանգնել, նստիր։ Շնորհակալություն։ Ինչ կխմես։ Խմող չեմ։ Իսկ եթե թեյ կամ սուրճ, միգուցե։ Թեյ։ Ինչի չինականի չինականն էլ է լինում։ Վարկո դուրը շինվի, եթե չինականը լինում է, ուրեմն չինականի չինականն էլ է լինում, ասեմ քեզ ավելին։ Եթե կան դրանք, ուրեմն լինում է նաև չինական։ Այսքան էլ ճիշտ։ Առողջություն։ Ապրես, տարոսը քեզ։ Անկեղծ ասած ես նախընտրում եմ տեղական արտադրանքը, տեղականից լավը չկա, այդքան էլ Ոչ ասին տնաշը դու էլ տեղականը ինչ։ Հովջան, Вообще-то տեղականն էլ վատ չի։ Հովջան, ցավում եմ, պետքա մի քիչ էլ դիմանաս, բժիշկն ասեց, սպասում ենք անալիզների պատասխանին։ Իզա ջան, ես կյանքում այնքան ցավի եմ դիմացել, ես ինչա որ չդիմանամ։ Ոյ քո։ Իմ լավ, իմ պայքարող տեսակ, իմ ուժեղ Հովանես։ Ասա տեսնեմ, հիմա ո՞նց ես։ Անկեղծ, Անկեղծ։ քեզ որ տեսա, իմ բոլոր ցավերն ու խնդիրները իջիկ դարձան։ Ոյ քո։ Պապս ու տատս Վանից են գաղթել։ Պապիկս նկարիչ էր, բայց գաղթից հետո ճարահատյալ շինարարությունում աշխատում, որպեսզի հայրիկս սովորի ու դառնա նկարիչ։ Ու այդպես էլ լինում է։ Իմ ջայլոց Մարտիրոս Սարյանի աշակերտներից է եղել Վարդան Թումանյան։ Հայրիկս նույնպես նկարիչ էր, Վահրամ Թումանյան։ Քերիս էլ նկարիչ է։ Ասեմ, որ քերիս է ինձ մեծացրել։ Ես ծնողներիս չեմ հիշում։ Իրանք ավտովթարից մահացել են, որ փոքր եմ եղել։ Շատ ցավալի է։ Հետաքրքիր է։ Կարելի է ասել մենք տոհմիկ նկարիչներ ենք, իսկ դուք տոհմիկ բժիշկներ։ Ասացիր հորդ անունը Վահրամ է։ Վահրամ Թումանյան, Իսկ մայրիկի Աննա։ Աննա։ Վահրամ եւ Աննա։ Իրոք անքննելի են Աստծո ճանապարհները։ Նստիր։ Իմ ամենասիրելի նկարը։ Վանա լճի պեյզաժը։ Քո պապիկի վրձնին է պատկանում։ Կարդա ստորագրությունը։ Վարդան Թումանյան։ Բայց սա ձեզ որտեղից։ Հայրդ է նվիրել իմ 50-ամյակին։ Հայրս ինչ կապ ունի։ Վահրամն ու Աննան իմ տղայիս եւ հարսիս մտերիմ ընկերներն էին։ Նրանք հաճախ էին լինում այս տանը։ Աստված իմ Հովանես, որքան երկար եմ սպասել այս պահին։ Որ պահին։ Դու գիտես, ես երբ սիրահարվեցի քեզ։ Չէ, բայց շատ հետաքրքիր է։ Ուրեմն, մի անգամ, երբ փորձից տուն էի վերադառնում, պատահաբար նայեցի քո պատշգամբին ու տեսա քեզ ինչ որ գծավոր գոգնոց հագիդ, հանգիստ անխռով պարանին փռում էիր քո ներքնաշորերը։ Որ մեկը ծաղկավորը։ Ոյ քո արա։ Ու պետքա խոստովանեմ քեզ, որ աշխարհում չկա ավելի սեքսուալ մեկը, քան գծավոր գոգնոցով պարանին ծաղկավոր ներքնաշորեր փռող տղամարդը։ Վայ, փաստորեն դու են էկզոտիկ ծտերից ես, հա։ Իզա, ապա ինձ նայիր, ես ուր, սեքս ուր,
Քոպես բարի, համեստ, ես կասեի չափազանց համեստ, գնամեծար։ Հոբ, Ով կա այստեղ։ Փառք Աստծո թափանցիկ չեմ։ Հովանես, ով այս մարդը։ Ինքը Սլավա Աբրահամյան, առևտրական է, բիզնեսմեն։ բիզնեսմեն։ Բերածդ չինական զուգարանի թուղթ չի։ Հա։ Զուգարանի թուղթա։ Զուգարանի։ Ու այդ զորավոր թղթի շնորհիվ ես միայն այս տարի երկու ящիկ եմ ձեռք բերել մեքենայի տեսքով։ Իրոք։ Զարմանալի ոչինչ չկա իզա։ Բոլոր ժամանակներում էլ սպեկուլյանտների բախտը միշտ էլ բերել է։ Տոլասի անունդ ինչ էր։ Հովանես, Հովանես։ Դու գոնե պատկերացում ունես այսօր դուրս ու ներս անող բիզնեսմենի կյանքը ինչա։ ինչա։ Ռուլետկի պես մի բան է։ Ազգիտ օգտակար լինելու գաղափարը սրտումդ օտարամայի ճամփեքը բռնած գնում ես ու Աստված գիտի ետ կգաս թե կբերեն։ Այսինքն կբերեն։ Այսինքն օրինակ ես ու իմ ընկեր Վաղոն միասին գնացինք ուտել խմելով վերադառնալիս ես եկա իրան բերեցին։ Մահացավ։ Վիրուս։ Ինչ վիրուս։ Դեռ չբացահայտված։ Կներեք, ես պետք է խոսեմ։ Կներեք։ Ալո, լսում եմ ձեզ, այո։ Այո։ Մի րոպե, եթե վիրուս հետնել Չինաստան, ուրեմն սպասում ենք անալիզների պատասխանին։ Իսկ որ խնդրեմ այդ վիրուսի ախտանշանները կներկայացնես։ Չհասկացա։ Այդ ես եմ Չինաստանում եղել Վաղոյի հետ, դու ես իրար խառնվել։ Հա։ Չլինի մտածում ես կարող եք ես վարակել են։ Ենթադրում եմ, որովհետև Ինչ որովհետև սպասում ենք անալիզների պատասխանին։ Այդ դրա համար չի։ Հիմա հենց դրա համար է։ Աստվածտա որ չհաստատվի։ Աստվածտա։ Հովիկ։ Եղբայր։ Միայն ազնվորեն։ Դու ես Վարսիկին կպցրել, թե Վարսիկը քեզ։ Սիպես դու ես ինչ տեսակ մարդ ես։ Ինչ տեսակ մարդ եմ։ Ուրեմն ես ճակատագրական պահին քեզ հենց էտա հետաքրքրում։ Հա, հենց դա է հետաքրքրում։ Թող չհետաքրքրի, որովհետև ես իմ նեղ անձնական հարցերով օտարների հետ չեմ կիսվում։ Ո՞վ է օտար։ Ես եմ օտար, չես ամաչում, օտար։ Այսօր ինձնից ու քեզնից ավելի հարազատ մարդ կա, մեր մեջ նույն վիրուսն է։ Շատ անհաջող կատակ էր։ Իսկ էլ կատակ չէր, եղբայր։ Ճիշտը որ ասեմ, ես դեռ հույս ունեմ, եղբայր։ Դեռ հույս ունի։ Հələ մի րոպե զանգ է գալիս։ Մի րոպե։ Ասա Սիլվա։ Հա, արագացրու զբաղված եմ։ Ամեր մտքին է ասա։ Հա։ Վայ։ Դորանս ծնունդա։ Ո՞նց էի մոռացել։ Ես դրա անունին մերն Սլավիկից ծնունդն է, հա։ Հա, դե ասա շուտ տեսնեմ ինչա պետք երեխու համար։ Խաղալիք բերեմ, մայկա, տրուսիկ, զուգարանի թուղթ, պամպերս, որ մեկից։ Հա, շատ լավ։ Եղավ Սիլվա ջան։ Դե լավ, մի րոպե համբերի, ես հա տեսնեմ ինչ եմ անում։ Հա։ Так. Ահա։ Էս էլ սենց։ Մի րոպե։
Գա։ Հրաչ։ Պրիվետ ախպերս։ Ոնց ես։ Ուրախ եմ։ Լսի, թորանս ծնունդն է։ Շատ ուրախ եմ։ Ուրեմն խաղալիք է պետք։ Ինչ եք պատվիրել։ Թմբուկ։ Հա, թմբուկ։ Հա, լավ նվերա։ Հա։ Բայց պիտի արագ առաքում լինի։ Հասկանում ես չէ՞ ինչի, որ երեխեն զարթնի թե չէ, տենց իր համար սյուրպրիզ լի էլի։ Այդ խնդիրը չունենք, Սլավ ջան։ Մեր մոտ հենց պատվերը հաստատվում է, միանգամից առաքում ենք։ Բայց որ դու ես զանգ տվել, ուրեմն ընդհանրապես խնդիր չկա։ Ապրես հրաչ ջան։ Ախպերս, հա, ամեն ինչ նորմալ է։ Մի հատ էլ ընտիր նվեր մեր կողմից։ Մի հատ էլ ուրիշ թմբուկ, էլի։ Հա։ Լավ։ Մի րոպե։ Ասա կնեք ինչ էլ է։ Հա, պատվիրեցի։ Արագացրու։ Ասա։ Մեռավ։ Ոնց։ Վաղոն մեռավ։ Լերին մեռավ։ Վաղոն մեռավ։ Ոնց եմ, այ կնի գնես բան ես ասում, ոնց կլինեմ, մեռած եմ ու թաղած չեմ։ Վայ ախիղճ, վայ վաղո, երբ էին մեռել, որ այսօր մեռար, Տեր Աստված, վայ։ Ուրեմ, հիվանդանոցում եմ, ուր պիտի լինեմ։ Անալիզների պատասխանին եմ սպասում։ Չես կփրկվեմ, ես մի անգամ փրկվել եմ, էլի կփրկվեմ, վայ վաղինակ, վայ։ Վաղարշակ։ Կապ չունի ինքն այս ամեն ինչի մեղավորը։ Ինչ։ Ասում եմ անալիզների պատասխանին եմ սպասում։ Ո՞ց։ Ասում եմ իմաստ չունի։ Իմաստ ունի դիգեն Սիլվա, պետք է պայքարեն, չպետք է հանձնվել, պայքարիր Սլավա, պայքարիր Սիլվա, ինչի մանամովա խելագարի մեկն ասման նկարիչ եմ ինչ ախտանշաններ ունեմ, ես իմ ուզում եմ մեկին բռնեմ, սենց թափահարեմ, չգիտեմ, տես գլուխս պտտվում է մեկ-մեկ, սիրտս արագ ախպում, ձերս հլա ծավում կնիք։ Որը։ Աչը։ Սիրտսել սենց մի տեսակ արագ զարկում ու շունչս կտրվում է։ Ես էլ Հովանես ինչ է եղել։ Քորացա ես ինչ է եղել, Սլավիկ, Հովանես։ Արսիկ, կյանքը ակնթարթ է։ Վայ։ Չապատահել հով ջան։ Իզա, մոմենտի մորի։ Լատիներեն մոտավորապես նշանակում է հիշիր մահվան մասին։ Գազ Հիսուս մնա մարդը մեռնում, ասա խոսում է լատիներենից։ Են իմաստության ատամս էլ է սկսել ցավել, գիտես։ Ոյ։ Ջոնը։ Հովիկ։ Արամաստ։ Հեթանոս։ Քուետ չամայկանիք։ Երևի ձանձրացեցի ձեզ, հա։ Չէ, ինչ եք ասում, տիկին Անահիտ, ես հաճույքով լսում եմ։ Ուղղակի մինչև հիմա շոկի մեջ եմ։ Անկեղծ ասած ես էլ նույնը։ Հա։ Իսկ կարող եմ ձեզ խնդրել, որ թույլ տաք Նարեի հետ հանդիպեմ։ Գիտես ինչ եք անում։ Գնում ես մի փոքրիկ, կոկիկ ծաղկեփունջ, դաշտային ծաղիկներով, Նարեզ շատ է սիրում։ Վազում ես հիվանդանոց եւ ամենագեղեցիկ եւ ամենաքնքուշ խոսքերով աշխատում ես գրավել Նարեի սիրտը։ Շատ լավ։ Խոստանում եմ, որ ոնց ասացիք այդպես էլ կանեն։ Ես չգիտեմ ինչով կավարտվի այս ամենը, բայց անկախ ամեն ինչից այսօրվանից մեր տան դռները բաց են քեզ համար։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Դե ես գնամ։ Մի րոպե։
թեպետ այս նկարը շատ թանկ է ինձ համար։ Բայց ես ուզում եմ, որ նա միշտ քեզ հետ լինի։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ։ Այ հիմա գնացի։ Գնա։ Ցտեսություն։ Վախ Գարսեմա, վախ։ Ախ հոբոջան։ Ներեցեք իհարկե, որ ձեր բարձրաճաշակ ու ազնվագույն արվեստը խանգարում եմ։ Ինչ եք նվագում։ Հավջութակ Իսկ որ հանճարեղ կոմպոզիտորի ստեղծագործությունն եք այդպես լուռ ու մտազբաղ կատարում։ Ժան Լուի Դյուպոր։ Ինչպես։ Ժան Չէ։ Վերջը։ Դյուպոր։ Շատ սեքսուալ էր։ Ով Դյուպորը։ Չէ։ Դուք։ Այդքան էլ ճիշտ։ Ժողովուրդ հովիկս ուշքի եկավ։ Հովանես։ Հովիկ Սլավիկ։ Հովանես։ Հովանես։ Հեսում էինք մի կտոր հաց տվել հովիկ ջան։ Հա, դեմներս եկա։ Ո՞վ ես։ Եվ Ես ուր եմ։ մեղայ աստծու։ Հով ջան ո՞նց ես։ Իզոլդա։ Դու ով ես։ Ես ուր եմ։ Իզոլդա։ Ես ով է։ Բա դու ով ես։ Ես էլ հետ եմ ասում էլի։ Ես ուր եմ։ Հանգիստ։ Ես ով եմ։ Արև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Նանեի հետևից եմ եկել Մարտիրոսի թոռան։ Վարդանը դուք եք։ Այո։ Մարտիրոսը ինձ զգուշացրել է, եկեք։ Նանե։ Դե արի գնանք։ Ես ուզում եմ խաղալիքներով խաղամ։ Բայց սրանք ինչ խաղալիքներ են, որ խաղաս։ Արի ես քեզ ավելի լավը կառնեմ։ Ավելի լավը չկա։ Կներեք իհարկե, բայց Նանեն ճիշտ է ասում։ Այս խաղալիքները իրոք շատ որակյալ են, էկոլոգիապես մաքուր ու անվտանգ։ Մեր սաների առողջությունը շատ կարևոր է մեզ համար։ Հա, ուղղակի ես շտապում եմ, Կարող ենք օնլայն պատվիրել։ Ձեզ նեղություն չեմ տա։ Չէ, ոչ մի խնդիր։ Վերջ։ Հա? Ձեր պատվերը մի քանի րոպեից կլինի։ Շնորհակալություն, կսպասեմ։ Սպասենք։ Վարսիկ։ Վայ, ջան, ճանաչեցիր Մեռնում ջանի։ Վարսիկ ես ինչ հաշվի։ Էջ, ցավը տանեմ կարանտինի մեջ ենք էլի։ Կարանտին 14 օր ոչ դուրս, ոչ ներս, ոչ դուրս։ Ինչ կարանտին։ Կարանտին։ Հստակ կարանտին։ Ես անավարտ գործեր ունեմ։ Ես համաձայն չեմ։ Ես դու ամենք համաձայն եք։ Դու սուս։ Այս ամեն ինչի մեղավորը դու ես։ Ես։ Հովիկ ջան, քեզ հանգիստ բայ, բան չի եղի, կարանտինը կաստիկ է դա էլի։ Հա։ Ոնց թե կանցնիկը գնա։ Հասկանում ես ինչ ես խոսում։ Ես 14 օր չնկարեմ։ Ձերքս վրցին չվերցնեմ։ Ուզում ես խելագարվեմ։ Չէ։ Գժվեմ։ Հով ջան, ոնց եմ ես քեզ հասկանում։ Միայն իսկական արվեստագետը կհասկանա արվեստագետի ցավը։ Թե չէ մենք հեչ ալեգրվա չենք լսել, հա։ Իսկ ձեզ ով ձայն տվեց։ Արդեն հերիք եղավ, համբերությունս հատեց։ Հանկարծ չկռվեք, ներվերս իրար չխառնեք։ Չէ, հո ջան, չէ։ Չենք կռվում, չէ, զառաչկա։ Իզոլդա։ Քուր ջան, ոնց ասես։ Հա, տեսնում ես Հովիկ ջան, քո խաթեր թշնամուս հետ էլ քուրություն կանեմ Հովիկ ջան։
Հա, դու պարկի հանգիստ, ներվերդ հանգիստ, բայ քեզ հանգիստապետ։ Հովիկ ջան, մոռացել էի։ Կարող ասոված լես, ընենց համով, հոտով։ Սովը իմն է։ Ես սովին։ Ոյ։ Միայն արվեստն է։ Անմա։ Ուֆ։ Բայց Սրտովս գնա էլի։ Այսօր հաստատ քո հետ մի բան են չի։ Լսի հլը վարդ, կարող ես սիրահարված ես։ Ինչ կա, հլը պատմի տենամ ով է, ինչ է։ Նկարը ցույց տամ։ Ոնց, արդեն պիտի ցույց տված լնեիր։ Լավն է, չէ։ Բավոր բնականից տեսնես։ Դե, աղբերես, ճաշակին ընկեր չկա։ Արսեն, բայց վախենում եմ։ Ումից։ Վախենում եմ Անահիտի հույսերը չարդարացնեմ, համել Բայց Անահիտն ով է, վարդ։ Անահիտը սիրա կներես։ Հա, վարպետ Մարտիրոս։ Տուր։ Եղավ։ Ասում ես, ինչից ես վախենում։ Գիտես ոնց որ ինքը տվեց, ես էլ վերցի։ Ոնց տվեց։ Դուք մի անգամից տվեց։ Մի անգամից որն է, նստեցինք, խոսեցինք, թեյ խմեցինք։ Վերջում ուզում էի գնայի, ասեց մի րոպե։ Ու տվեց։ Ես էլ վերցի։ Արզա։ Լսի վարդ, այդտեղ վախենալու ոչ մի բան չկա։ Դե տվել է, դու էլ տղամարդ ես, դե վերցրել ես։ Նայ ինչ ես անում։ Վերցնում ես մի հատ ծաղիկների լավ բուկետ, Դաշտային ծաղիկներով։ դաշտային։ Ինքը դաշտային է սիրում։ Okay, վերցնում ես դաշտային ծաղիկների մի հատ մեծ բուկետ ու գնում ես ներողություն խնդրելու։ Դե կներես, սխալվել եմ, արի մնանք լավ ընկերներ, հասկացար էլի, չէ։ Արսեն, ինչ ես խոսում։ Անահիտը Նարեի տատն է, ինչ ընկերներ։ Նարեն ով է, վարդ։ Նարեն սիրածս աղջիկն է։ Անահիտը իրա տատն է։ Փաստորեն դու ու տատը։ Արսեն, հաջող։ Ակա, վարդ ջան։ Բայց տատը։ Հով ջան, մեր բոլորի անձնական տվյալները ներկայացրել եմ գլխավոր բժշկին, մնացել է քոնը, ասա գրեմ, հա։ Հովանես Այվազյան, աշխարհարչակ Հովանես Այվազով սկուպես ծովանկարիչ։ Ո՞վ։ Նացել մի ասմատ ծովանկարիչ, քեզնից ինչ ծովանկարիչ, քու տեսածը շատ են Սևանը չի, այ լճան նկարիչ։ Ես ծնվել եմ Չավարա, խացարատ գեղ, մեր քվարցիկի խմար, Սևանից են կողմ ծով չկա, խասկացար գամ։ Տիկին Վասիկը, կարող է արագի մեջ մի համեղ սուրճ պատրաստենք։ Հա, իհարկե։ Հա, տղեկ ջան, շոկոլադով, բանով, հենց հիմա աչքիս վրա։ Շեֆ ջան, դու ինչպես միշտ դառը, չէ՞ քեզ դնեմ սուրճը։ Շատ։ Հովիկ ջան, քեզ քաղցր։ Շատ։ Հա, հենց հիմա տղեկ ջան, աչքիս վրա։ Իմիջայլոց ես էլ եմ սուրճը քաղցր խմում։ Իդ արդեն քո պրոբլեմն է, այժան։ Չհասկացա։ Ասում ես ինչ պետք է խասկե նայի։ Չուխը դա։
Հովանեսի շաքարավազը վերջում բաժակի մեջ կավելացնես։ Հա, Սլավիկն էլ շատ դառը ուզեց։ Լսի, ես որ իմ նախկին շեֆի համար կոֆե էի դնում, քո կակտուսը դեռ չէր աճել։ Հիմա դու ինձ պետք է սովորացնես, թե իմ նախկին շեֆին ես ոնց կոֆե դնեմ։ Տիկին Վարսենիկ, մի կարևոր պարզաբանում։ Մենք տարբեր խավերի ներկայացուցիչներ ենք։ Ես բոհեմա եմ, իսկ դուք ռամիկ։ Մենք իրար հետ կիսելու ոչինչ չունենք։ Քաղցր Հովանեսը քեզ, դառը Սլավիկը ինձ։ Ոնց ասես նվարք ջան։ Իզոլդա։ Դե գիտես ես Ռամիկ կնիկ եմ, չեմ կարողանում քո անունը հիշեմ, բայց Վարդուշ ջան, ես քեզ ասեմ, ես դրանից չեմ ամաչում, իսկ այ դու, դու բոհեմա չես, դու մի շատ սովորական, տարրական բոզեմա ես։ Ինչ։ Հանգիստ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ես Նարեին կարող եմ տեսնել։ Քանիսին եք բերել։ Նկատի ունեմ բժշկուհի Նարեին։ Մենք Նարե անունով բժշկուհի չունենք։ Ո՞նց չունեք։ Ասացին, որ ինքս տեղ է աշխատում։ Նարեի ազգանունը գիտեք։ Նարեի մասին ես ամեն ինչ գիտեմ։ Ծնվել է 1996 թվականին, սեպտեմբերի 21-ին, գարասկոպով կույս։ Նարե Տիգրանի Գևորգյան, ո՞նց չունեք։ Գևորգյան Նարեն։ Նարեն բժշկուհի չի, ինքը ինտերնա, պրակտիկանտ։ Դուք սխալ եք եկել։ Սա գինեկոլոգիական բաժանմունքն է։ Ախր ես Բայց լավ, եթե ուզում եք կզանգեմ։ Հա։ Հա։ Շնորհակալություն։ Մի րոպե։ Ալո։ Անուշիկ։ Լսի։ Են Նարեն, ինտերնա, ինչ է անում։ Հա, լավ, մերսի։ Ցավում եմ, բայց Նարեն հիմա զբաղված է։ Զբաղված է։ Դե լավ, թող զբաղվի։ Ես այստեղ կսպասեմ։ Ինչպես կուզեք։ Շնորհակալություն։ Կարող եք նստել։ Օ։ Մերեցեք։ Հաջատ Մարտիրոս։ Չէ։ Որ նկարն են ուզում։ Ոնց բոլորը։ Հա բայց ես հիմա զբաղված եմ, ախր ես թարս պահին մենակ չես կարա գլուխ անես վարպետ։ Լավ էլի խնդրում եմ, ախր լավ եկա։ Հա գալիս եմ։ Հազար ներողություն։ Որ ձեզ շատ խնդրեմ, սա կփոխանցեք Նարեին ու ասեք, որ ես եկել էի, բայց չեմ կարող սպասել, որովհետև շատ կարևոր գործ ունեմ, բայց շատ եմ ուզում, բայց չեմ կարող։ Լավ։ Բայց շատ եմ ուզում։ Իհարկե կփոխանցեմ։ Հա, շնորհակալություն։ Խնդրեմ։ Հա, մեկ էլ ասեք, որ իմ միտքը, ուղեղը, սիրտը, հոգին ամբողջ օրը իր հետ է, հա, անպայման հենց այդպես էլ ասեք։ Շատ շնորհակալություն։ Լավ։ Իսկ ձեզ ինչպես ներկայացնեմ։ Ես ինքս, ոչինչ մի ասեք, ես ինքս։ Լավ։ Աստված թող ձեր մուրազը կատարի։ Թող կատարի։
Հովո ջան, հավատա ինձ, ես քեզ ազնվորեն ասում եմ, Վարսիկը այսպես կնիկա, 15 տարի ինձ մոտ է աշխատել։ Հասկանում եմ, Սլավիկ ջան, ուղղակի ես Վարսիկի հետ ոչ արվեստից կարող եմ խոսել, ոչ իսկ Իզոլդան ուրիշ է, բարձրաշխարհիկա, նուրբա, բոհեմա։ Ուզում եմ ասել, մենք արվեստագետներով իրար հասկանում ենք, էլի։ Ախպեր դու ինձ հավատա, ինձ, ես աշխարհ տեսած մարդ եմ, այդ Իզոլդան քո Հակոբ չի, քոնը իսկական Վարսիկն է։ Կներես, Սլավիկ ջան։ Վարդան ջան։ Որտեղ ես, վերնիսաժում, ապրես։ Ինչ նկարած վաճառել։ Փոթորկված Սևանա, գիշերային Սևանը, Սևանա հայգաբացին, թե կանայք Սևանի ձախապին։ Ոնց բոլորը։ 20 նկար։ Ինչքանով։ Այդքան դրա։ $, եվրո։ Հատը 5000 եվրո։ Ոնց է իրացում։ Վայքո։ Հա։ Վայքո։ Հովո։ Հովանես։ Այդքան դու շարժ ես վերկած։ Հովիկ։ Ահա, տղեկ ջան։ Էս էլ կոֆեն, կամֆետել եմ բերել։ Սլավիկ։ Սպանեցի՞ր։ Ինքնասպանություն։ Սլավիկ կարող է կարանտինի պատճառով ինֆարկտ խփեց։ Չէ։ Ոյ կորոնամիեր։ Ոյ կորոնամիեր, Սլավիկ ես ինձ ովանից էց, ով ասեց Վարսիկ մուրազի չհասնես։ Ով Սլավիկ ես ինչա։ Լավ, հերիք այդ հին հայկական ֆոլկլորի թարգտու։ Գնամ մի հատ տեսեմ Նաշադիրա ինչա որտեղից ես կարողանում գտնել, բեր ես ժանկետած Աբրամքը տեսնենք ոնց ենք սաղացնում։ Կուրացա ես։ Դավայ, գնա։ Բախտս, բախտ չի էլի։ Հովո։ Ինչքան Վարդան։ Ինչ սփյուրք հայ բաբամ։ Սևանը ծով չի։ Ահա ծովա։ Ինչքանով։ Իմարս ինչ ես անում։ Արվեստանոցում 40 հատը տենց նկար կա։ Կտանես ցույց կտաս, որ Սևանը հավանեն, դուր թող տանեն։ Բայց 8000 եվրոից պակաս չհամաձայնվես։ Ինչ 5000 այդ տղա, այդ ինչ փող է, մարդ չի հասցնում ուշքի գա, րոպե կյանքը թանկանում է։ Վայ, էլի։ Հովո։ Հովանես։ Բոհեմա։ Գրող։ Հենց բաներ ես անում, մեկ մարդ քիչ ամնում ինֆարկտ ստանա, տնաշեն։ Վարսիկն ուրա բան ունեմ հարցնելու։ Գնաց քեզ համար Նաշադիր բերի։ Լավ, քեզ կհարցնեմ, զուգարանը որտեղ է։ Այսինքն որ դուրս գաս։ Ուղիղ մի 8 խաչմերուկ, վազելով գնա։ Դիմացդ միացած կալցևոյ կլինի, այդ կալցևոյի ուղիղ կանցնես, բայց դիմացը արագաչափ կանես, կամացանցի որ չնկարի։ Դե բարձրանում ես 8-րդ հարկ, աչի վրա ինչքան կարիք ունես, հենց տեղում հոգում ես։ Որտեղից գիտես։ Որտեղից գիտես։ Չինական զուգարանի թուղթ։ Էքստազ։ Մակո, հələ մի քիչ կոմպայ։ Չինական զուգարանի թուղթ էքստազ առաքում մինչև ձեր ունիտազ։ Բա։ Քաղաքի բոլոր ունիտազների լոկացիաները մեկ կայքում։ Մակո, ասեցի մի քիչ կոմպայ։ Քաղաքի բոլոր ունիտազների լոկացիաները մեկ կայքում։ Դուք պատվիրեք, ես բերեմ Սլավ ունիտազ կենտ-եմ։ Սալքես։ Արդեն ունեմ։ Հա։ Գնամ փնտրեմ։ Մտնեմ ինչ անել։ Խայտարակ չլեմ, եմ ոնց ասեցիր։ Slavunitas.am Սեդ հարցրել ես։ Հա,
Հա, ոնց անցավ իրահատությունդ։ Լավ, շնորհակալ եմ։ Բայց շատ հոգնած տեսք ունես, գիտես։ Այդ նշանակում ավիրահատության ժամանակ լինել Սերոփիչի ասիստենտ։ Հա, հասկանում եմ։ Շատ պահանջկոտ է։ Ու անչափ տաղանդավոր։ Լավ, ես գնամ հոգնած եմ, 2 ժամից հերթապահություն ունեմ։ Ինչի էի կանչել։ Սա քեզ։ Ինձ։ Խնդրել եմ փոխանցել։ Ո՞վ։ Մի թուղթ տղա, մի հրեշտակ սիրահար ու անծանոթ։ Սա այդ լուրջ եմ հարցնում։ Մի շատ առեղծվածային երիտասարդ։ Իսկ այդ առեղծվածային երիտասարդն ուրիշ ոչինչ չասաց։ Չէ։ Փոխանցեց ու արագ գնաց։ Լավ, ամեն դեպքում շնորհակալ եմ։ Կժպտաս, բա ինչ կանես։ Լավ էլ կպցրել ես։ Իսկ Հովանեսն ու այն չեչեն գրոհականի դեմքով տարօրինե կինն ուր են։ Երևի ամեն մեկն իր գործերով։ Պարզը։ Այստեղ ծխել չի կարելի։ Իսկ վայելել։ Ինչը, սիգարետը։ Քեզ։ Զարմացրեցիք, Սլավիկ։ Իսկ երբեք դուք ինձ զարմացնելու իզորդը։ Այսինքն։ Այսինքն երբեք հատուկ ինձ համար կատարելու անունն ինչ էր։ Դյուպոր։ Դյուպոր։ Երբ եւ որտեղ, Սլավա։ Այդպես միանգամից։ Հա, ինչի։ Միանգամից է լավ չի։ Չէ, ինչի լավ չի, շատ լավ է։ Օրինակ պատկերացրու անտառ սիրում ես։ Գժվում եմ։ Գժվելու անտառ։ Գժվելու անտառ 3 հարկանի, այսպես Քիփլիկ ամառանոց։ Հեքիաթ։ Իշտապիր, հեքիաթը հետո է սկսվելու։ Այգում 15-ի վրա մի մեծ, այսպես Քիփլիկ լողավազան ու մեր մերկ մարմինները մենք երկուսով ու նա անուն ինչ էր։ Հովանես։ Դյուպոր։ Դյուպոր։ Եվ դյուպորը, ես, դու, մեր մենակությունն ու մեր մերկ մարմինները ընդգծող լուսնի սառը կատնանկույնը։ Ես ինչ բացել։ Ինչ։ Հեչ, ասում եմ։ Գնամ տեսնեմ Հովանեսն ինչ եղավ։ Սլավիկ ջան, հովոն ուրա, էնի ուրա։ Ինչ իմանամ ուրա։ Ի։ Լսի քեզ ինչ եմ ասում, քո այդ էնին ոնց որ թե աչքի սալաբուլա է երևում, խաղեր է տալիս։ Սա էլ Իրանից դուրս ծովանկարիչ շուտ տպավորվող։ Հլը։ Ինչ հլը, ասում եմ ուշադիր եղի ձեռիցը չտանի։ Դու նրա վրա ինչ կա, որ Վարսիկի ձեռից հովիկ տանի։ Դու ինչից ես տեղյակ։ Հովոտ մի քանի ժամվա ընթացքում Բիրդան աղայա դարել։ Ով։ Ես Երանի չէր։ Այդ ո՞նց։ Ոնց։ Սփյուռքա հայերը միանգամից մի 20 նկար են առել $5,000, պատկերացնում ես, 5,000 հատը։ Հիմա էլի առնելու են 40 հատ, բայց արդեն 8,000-ով։ Հատը, հասկանում ես։ Վայքուն են խոսքը չի, դա շատ վտանգավոր բան է։ Ինչի։ Ոնց ինչի։ Դու չես հասկանում, որ փողի կսակը բարձրացնում է մարդու հասակը, հասկանում ես ուր եմ տանում խոսքս։ Չէ, Սլավիկ ջան։ Չէ։ Հովիկս տենց մարդ չի եղավ։ Շեֆ, դու Չինաստան աշխարհ տեսած մարդ ես։ Ասա հիմա ինչ անեմ ես։ Ասեմ, դեռ չգիտեմ։ Բայ։ Հա, բայց ամենակարևոր բանը,
Էնպես պիտի անենք, որ Իզոլդան չիմանա, որ մեր էս Քյավառա Այվազովսկին ուր որա միլիոնատեր է դառնում։ Հա, բաբոր հովիկը։ Բաբոր հովիկը։ Ուրեմն ականջիդ օղալը Սլավիկ, սրանից հետո ոչ թե Հովո, այլ Հովանես Արտիրոսիչ։ Վայ քու։ Հասկացար։ Հասկացավ, Հովիկ ջան, հասկացավ, չհասկանալու ինչ կա։ Դա բոլորին ա վերաբերվում, Վարսենիկ։ Ոյ քո։ Կատակ ես, Հովիկ։ Ինչ կատակ։ Ես մեծահարուստ, փողատեր մարդ եմ, ոչ թե խեղկատակ։ Հասկացա։ Թակավորն ապրած կենա։ Ես էլ մեր Իզոլդան։ Հով ջան, այդ ինչ թղթեր են ձեռքիդ։ Մեր անալիզի պատասխաններն են, նոր տվեց բուժկույրը։ Հա, ու ինչ ասեց բուժկույրը։ Մաղարիչ ուզեց։ Ի խոսքով ամեն ինչ լավ է, ազատ ենք։ Դե փառքաստ։ Ուրա։ Դե լավա։ Ու քանի որ քիչ առաջ ստացա նաև իմ 40 նկարների վաճառքի լուրը։ Իսկապես։ Շնորհավորում եմ Հով ջան։ Քո ուզած գնով։ Դա իհարկե, յուրաքանչյուրը 8000 եվրո։ Հանճորս։ Մի խոսքով ժողովուրդ, մաղարիչ է իմ վրա։ Օրոտո ձեռնս, իսկ ինչ ենք պատվիրելու։ Սիրտդ ինչ ա ուզում։ Իմ սիրտը ուզում է լոբստեր։ Ճիշտ է, մի քիչ թանկ է, բայց ուզում է։ Սլավիկ, այդ ինչ է։ Կիլոն 40,000։ Գինը ոչ մի նշանակություն չունի, գեղեցկուհիս։ Պաշտում եմ քեզ Հովուլ։ Սլավիկ սրա մասին է իր ասում, Հա։ Լսեք մի առաջարկ ունեմ։ Այդ թիթիզ միթիզ բաները թողնենք, եկեք գնանք իմ տուն, թփով տոլմա հյուրասիրեմ, հա, Քյավառի բանը ոնց էր դրա անունը։ Քյուֆտա հյուրասիրեմ, հա, ու իմ ձեռքով Սևանի արդար սիգան էփեմ։ Ես երկու ձեռով համաձայն եմ։ Ես էլ։ Տոլմա, խաշլամա, սիգա։ Սիրտս խորնեց Հովուլից ինչ ռոբիզ եք։ Վարսիկ, մի հատ սրտխառնոցի դեղ բեր, շուտ արա։ Հա, հենց հիմա, Հովիկ ջան, վազեմ, չէ, թռնեմ գնամ գամ, դու ասես ես շարն եմ։ Ձեր առնում։ Բա քեզ սազեց Վարսիկ, մարդը իրեն վատ է զգում, իսկ դու։ Ոյ մեռնում եմ, հո։ Դու դա սատկող պտուղը չի։ Վարսիկ, սուս, դու էլ սպասի, իմերի։ Վարդանն ա տեսնեմ ինչ ասում։ Հա, Վարդան ջան։ Ոնց նկարները հետ են բերել։ Որ մեկը։ Ոնց թե բոլոր այդ տղա։ Պատճառն ինչ է։ Սևանը էլ արդիական չի։ Բա ի՞նչն է արդիական։ Մեր կանայք ու նատյուրմորտները։ Լավ, լսի ինչ ես անում։ Գնացեք արվեստանոց, այնտեղ պատից կախած մի հատ հին նկար կա։ Ճաքած նուրը։ Ճիշտ է, ես չեմ նկարել, ասում եմ իմ նկարածը չի, բայց տակը անունս գրի ու տուր թող գնան, 10,000-ից պակաս չտաս, ինչ եվրո այդ տղա, դրամ, հա, ինչ, և, ոնց, արվեստանոց կիշերը այրվելա, Վայ, Հովիկ ջան, վայ, Հովիկ ջան, Հովանես։ Այ, Վարսիկ։ Իսկ ինչ եղավ, վայ, Հովիկ ջան, պին մռնվի, հա, Հովիկ։ Տատ, ես տանն եմ։ Ահա, Արմինե ջան, դու արդեն կարող ես տուն գնալ։ Շատ լավ տիկին Անահիտ։ Չէ, Արմինե ջան, կխնդրեմ մնաք։ Այսօր չնախատեսված հերթապահության եմ։ Ինձ էլ սուրճ կդնես։ Իհարկե։ Նարե ջան,
բան է պատահել։ Չէ, աղջիկներից մեկին եմ փոխարինելու, ժամադրությանը։ Բա դու։ Ես ինչ։ Ես ինչպես այսօր վիրահատությունից հետո ասաց պրոֆեսոր Այդումյանը, անփոխարինելի եմ։ Իսկ դու երբ ես ժամադրության գնալու։ Լավ էլի տատ, ում հետ սրա, որ ծաղիկները բերել թողել անթունարանում ու փախել։ Իսկ կարելի է տեսնել սա ում նկարն է։ Ենթադրում եմ իմը։ Դե նմանություն կա, տաղանդն էլ է երևում։ Բայց լավ էլի տատ, ինչի են տղաները այդքան լավ էլի տատ։ Ոյ, փաստորեն էլ լոբստեր չենք պատվիրելու։ Իա։ Ես կթողնեմ դու առանց լոբստեր մնաս։ Չրոմանտիկ է։ Լսեք, խելքի եկեք։ Լավ դուք չեք հասկանում ինչա կատարվում։ Ոնց չեմ հասկանում, Վարսիկ ջան։ Էլ արվեստանոց չունեմ։ Ինչ որտեղ էժան մի տարածք պիտի վարձեմ։ Սևան էլ չեմ կարող նկարել, որովհետև արդիական չի։ Ոյ, սվոս ծանձրոցո։ Դու ձենդ կտրի, քեզ հայ ասողի լեզուն չորանար։ Ուշքի եկեք այնմար։ Դուք չեք գժվել ձեր սեփական շահից ենքով, դուք վել բան չեք տեսնում։ Վարսիկ, չեմ ճոգում քո ուզածն ինչա։ Իմ ուզած։ Սլավիկ ջան, շեֆ ջան, Սևան ունենք աշխարհը չունի։ Ճիշտ է, փուչուր է, լիճ է, բայց մերն է, մեր հերերինն է, մեր բաբերինն է, իմն է, քոնն է, թող նույնիսկ սրանն է։ Ու մենք բոլորս այդ Սևանը պետքա պահենք, փայփայենք, սիրենք, թեկուզ նրա համար, որ սա վաղը մի այսօր կարողանա Սևան նկարի, որ սովից չծածկի։ Որ դու սրան տանելու տեղ ունենաս այ գոնե դրա համար։ Լսի քեզ ինչ եմ ասում, Վարսիկ։ Ես տեղը տեղին բիզնեսմեն տղա եմ։ Տուն, տեղ, ընտանիք, կնիկ, երեխա, թոռ, ամեն ինչ ունեմ։ Կինս ամառը Բալիում է հանգստանում, ձմեռը Աֆրիկայում։ Երեխեքս էլ ամենալավ, ամենամակարդակով համալսարաններում են սովորում աշխարհի։ Շատ լավ են անում, թող սովորեն, ավարտեն, հետ գան։ Գանստեղ ինչ անեն։ Ոնց ինչ անեն, այ տղա։ Գան մեր երկիրը ծաղկացնեն։ Լավ էլի, Վարսիկ, ես հիմա կգժվեմ, գանստեղ ինչ անեն ախր։ Մարդը մի անգամ է ապրում, մարդիկ ապրել են ուզում, աշխարհում մեռնել կա։ Իսկ այն ինչ վերաբերում է իմ Սևան գնալուն, հիշի, ես Սևանով չեմ սահմանափակվում, աշխարհը մեծ է, ուր ասես կարող եմ գնալ։ Ու էլի մի բան։ Մենակ ես չեմ։ Չէ, մենակ դու չես։ Դու ես եմ, թող նույնիսկ սրանք էլ։ Աշխարհում Սլավիկ ջան 10 միլիոն հայ կա։ Ու գիտես մինչև այդ հայերը չհասկանան, որ Հայաստանը փայփայլա պետք։ Սիրելա պետք, Սլավիկ։ Ախր մենք որիշտեղ Հայաստան չունենք։ Այս մի բուր հողն է։ Ու այդ հողը մենք պիտի սիրենք։ Պիտի փայփայենք, պիտի պահենք։ Ուֆ, չեմ հասկանում, ինչու եք այդքան բարդացնում։ Ձեզ համար հանգիստ, խաղաղ, ապրեք էլի։ Դու ձենդ կտրի հա այդ թավ ջութակ։ Սլավա, ինստեղ ճնշում են։ Արի գնանք, հա։ Մեզ մեր անտարի տնակն էլ է հերիք։ Իզա, էտուլ։ Իզա։ Հե, շեֆ ջան, տենց էլ բան չհասկացար, չփոխվեցիր։ Վարսիկ ջան։ Չտես դավա ջան, 2 կոպեկ փողի անուն լսեցիր, մարտիրոսի չդարար, վայելեցիր։ Դու չէ, հա, լավ սեցին։ Ասա Վարդան։ Քեր ջան, ո՞նց ես։ Զբաղված եմ, ինչ կա։ Հա, բա զբաղված կլնես, բա ինչ, ոմպես պարապ-սարապ վերնիսաժում վերընկած չես։ Վարդան ասում եմ, զբաղված եմ, Վարդան։ Լսի, կարևոր բան ունեի ասելու, բայց հեռախոսով ասելու չի, ոնց անենք։ Արի հիվանդացություն։ Բա կարանտինի մեջ չես։
արդեն չէ, արի։ Հա, լավ գալիս եմ։ Ամոթ քեսի կինանահին։ Հորդ պատիվը գետնով տվեցիր։ Ինչի՞, ինչ եմ արել։ Լրի չխոսես։ Ես կարծում եմ կարքին մարդ ես։ Տիկինան այդ բացատրեք հասկանամ ինչն եմ սխալ արել։ Ինչ հասկանաս։ Եթե մի տղամարդ չկարողանայի իր սիրած էակի առաջ ծնկի գա, հետո աչքերին նայելով սեր խոստովանի նա ինչ տղամարդ է։ Չշարունակես։ Այլևս Նարեիս անունը չտաս, ընդմիշտ դու արժանի չես նրան։ Ես հիմա ամեն ինչ կբացատրեմ, ես չեմ վախեցել։ Հետաքրքիր չէ։ Տիկին Անահիտ։ Ես ինչ օրն ընկանք Վարսիկ։ Մարդիկ էլ սևան չեն առնում։ Չեն առնում, դու էլ մի վաճառի, նվեր դուր։ Որ ինչ։ Որ քեզնից հետո մարդիկ սևան հիշեն, քեզ հիշեն։ Ախր ոնց չես հասկանում, որ ամբողջ աշխարհը հային ճանաչում է հայի գիտության, մշակույթի մեծերով է։ Սարյան, դե Խաչատրյան, հա, Մինաս, դու հենց քո ազգակից Այվազովսկի։ Համաձայն չես, չէ՞։ Համաձայն չես վերկաց գնա քո ծննդավայր։ Քյավար։ Գնամ ինչ անեմ։ Գնա որ քո հայ սևանին տեր ու տիրականը լես։ Ախր ես ինչ կարամ անեմ Վարսիկ։ Ես ընդամենը մի հասարակ նկարիչ եմ։ Դու գիտես, մարդու մտքին տեղեր լին, հեչ որ չէ այդ վրցինդ զենք կսարքես ու սևան պահանջողի ջուղ տաչկը կհանես։ Էդ ինչ ես ասում, Վարսիկ, որ ես վայրենի չեմ։ Ես ինավուրց, քաղաքակիրթ, ստեղծագործ ազգի ներկայացուցիչ եմ։ Ես մարդ չեմ սպանում։ Դու գիտես, ես գնացի։ Է գնա, Վարսիկ։ Վարսիկ ինձ մենակ մի թող։ Ախ ձերքս, ախ ոտքս, հիմա ուշքս կգնա, Վարսիկ։ Վարսիկ ուշքս գնում արդեն, Վարսիկ։ Քեր։ Վարսիկ։ Քեր։ Ասա, Վարդան։ Ասի տեսնեմ ոնց ես։ Աղքատ, ասա։ Հիշում ես, որ առավոտը ասեց իրեն նկարը 50,000-ից պակաս չտաս։ Հիշում եմ, հետո։ Ծախեցի։ Փողը տուր։ Փողը։ Քեր ջան, նենց հաստացել, որ մի քիչ քչով եմ տվել։ Ոչինչ, տուր։ Ախր մի քիչ 5,000-ով եմ տվել։ Ոնց 5,000 այդ տղա։ Հա, 5,000։ Դրան էլ էս ծաղկե փունջարը։ Էն էլ փոզ մի շեղավ։ Լավ, ինչի համար եմ եկել։ Էս փյուրքահայերը փողը ուզում են քեր։ Է տուր։ Ոնց տամ, ասում ա տուր։ Փողերը սաղ ծախսվել է։ Ոնց է ծախսվել է։ Ո՞վ է ծախսել։ Դե մի $100 ես եմ ծախսել։ Մնացածն էլ բաներ են։ Հա պարտքերդ եմ փակել։ Պարտքերս թող մի $100 ներ, հետո $100 մենակ Մարտիրոսին է իր պարտք։ Սաղ վերնիսաժին $5,000 փող է իր պարտք տվել եմ։ Հա լավ էդ էլ հասկացանք, բա մնացածը Վարդան։ Մնացածը քեր ջան, ինձ մանր-մուներ բաներ եմ արել։ Շոր, կոշիկ, ներք, վրցին, բան, սենց բաներ։ Հետո վարկերս եմ փակել, վերջապես փակեցի, այդ R&D փողերը տվեցի, հետո այդ արհեստանոցը վառվել է։ Պետքա չէ դրա փոխարեն ինչ-որ մի հատ նոր սիրուն արհեստանոց սարքենք եվրո ռեմոնտով։ Էդ էլ հասկացանք, հերիքա։ Բա մազերս, քեր, մազերս։ Հերիքա։ Տունս էլ ծախեմ, դրա տակից դուրս չեմ գա։ Քեր ջան, տունդ արդեն ծախել եմ։ Ո՞նց թե ծախել ես։ Հա բա։ Ոսմիսա։
Ուզում ես ասես բարտկերի մեջ թաղված բոմժ է։ Քերջան բայղավ, պարտքերը լրիվ փակել եմ։ Պրոստը Քերի։ Վայ, Հովիկ, Հովանես, ես տղա ջան, ես ինչ եղա, որ ուշքը նորից գնաց, Հովիկ։ Ճիշտ ասած, ես էլ չհասկացա։ Տիկին Վարսիկ, այսօր միասին ենք հերթապահում։ Տիկին Անահիտ, միգուցե գնաք անկողնում քնեք։ Տիկին Անահիտ, եթե Վարդանը Վահրամի տղան է, ուրեմն հիմա ծնկաչոք սեր է բացատրում Նարեիս։ Ժողովուրդ, ուշքի եկավ։ Բայց հայլի, արկս Հովիկ ջան։ Ասում էի չէ, որ ամեն ինչ լավ կլինի, ինձ չէիք հավատում։ Տնաշեն ես ոնց վախեցրիր դու մեզ։ Ասե։ Ժողովուրդ, Սևանը արդիական է։ Սևանը միշտ է արդիական, կարող ես հանգիստ շարունակել նկարելդ։ Ախ ձերքս։ Վախ, ցավում է էլի, հա։ Հա, ցավում է։ Գնամ ցավազրկող։ Լավ է ցավում։ Նենց հանգիստ է ցավում։ Հա, չէ, ցավազրկող պետք չի, չգնաս Վարսիկ, մնա մոտս։ Հա, թող ցավա։ Բայց մենակ ամեն ինչ առաջվա պես լինի։ Առաջվանը լավ է, ապահով է, հանգիստ է։ Հա։ Երևի ուշաթափելուց գլուխը խփել է, մի քիչ օղեղը ցնցում աստացել է, ոչինչ կանցնի։ Հա, Հովիկ ջան։ Կարող է ուշաթափությունից հետո սկսի գուշակել։ Վերջացրու շեֆ ջան։ Չես պատկերացնի ոնց էի անհանգստանում Հով ջան։ Պատկերացնում եմ, ո՞ց չեմ պատկերացնում։ Հովանես, ես եմ, քո Իսան։ Ինչա քեզ հետ կատարվում։ Բայ Իզոլդա, հանգիստ թող մարդուն, նա հիմա շոկի մեջ է, ոչ մի բան չի հասկանում։ Ավելի լավ է գնանք միասին զրուցենք, փորձենք իրար հասկանալ, ինչու՞ չէ նաև գուցե մտերմանանք։ Մտերմանանք։ Իհարկե, հիշում ես անտառ, տնակ, լողավազան, հետո մի ծառում մի փչակ, փչակում մի բուն, բնում 3 ձակ ու վրան կկուն։ Ախ, դու կկու հիմար կկու, քանի փոքրիկ ձակ ունես դու։ Տեսար Հովանես ջան, էս էլ քո Իզոն։ Այ Վարսիկ ջան, նենց քնքուշ, նենց հարազատ ես ժպտում։ Իսկապես։ Չեմ սիրում երթվել, բայց մայրիկիս արև։ Քերի ջան, ո՞նց ես։ Վարդան, դու ստեղ ինչ գործ ունես այդ տղա։ Հա, այս ամեն ինչը իրականություն է։ Իրականություն էր, բայց ոնց որ հեքիաթ լիներ, չէ։ Ինչը, ով, ո՞նց։ Նարեն։ Ինչ նար է։ Դու որտեղից իմացար, որ ես տեղ եմ։ Չիմացա։ Եկա ուրիշ բանի համար, ավելի ճիշտ ուրիշ մարդու։ Լավ։ Ես այդ ամեն ինչ պարզ է։ Վարսիկ, ես նոր եմ հասկացել, որ ես կյանքում կարևորը փողը չի, բայց սերն ու հավատարմությունը հասկանում ես։ Հա, Վարսիկ, փողը այսօր կա, վաղը չկա, կարևորը մարդ մնալն է, մարդ։ Ես քո սիրառար, քո մեծատարով մարդ ջանին մեռնեմ, Հովիկ ջան։ Ախ, այո, ծացավու։ Ձեռդ։ Չէ, հոգիս է ցավում, Վարսիկ, բայց ընենց լավ է, ընենց հանգիստ, քաղցր է ցավում։ Հովիկ, սիրտս ոնց մխկտաց։ Էդ լավ է, Վարսիկ, էդ պետք է, թող մխկտա, որովհետև էդ ցավը մեր բոլորի ցավն է։
Ես քեզ գիտեմ։ Իրոք։ Դու վերնիսաժում լինում ես շաբաթ օրերը ու կանգնում ես վարպետ Մարտիրոսի դիմաց։ Հա, Մարտիրոսի։ Բայց անցած շաբաթ դու չկայիր։ Ճիշտ է, գնացել էի լորի։ Ընկերոջս հարսանիքի Ազապ Բաշին էի։ Ազապ Բաշին։ Հա, Բաշին։ Ազապ։ Վարդան, սրանից հետո ես իմ նկարները էլ չեմ վաճառելու, լսում ես, նվիրելու եմ։ Ում։ Բոլորի արվեստը գնահատողներին, ու քանի որ ես Սևան շատ պիտի նկարեմ։ Տիկին Վարսիկ ջան, կհամաձայնվեք ինձ հետ միասին մեկնել Քյավառ ընդմիշտ ապրելու։ Հնազանդ եմ։ Իսկ դու Վարդան, դավե, Վարդանից լավ կնայես։ Իզոլդա, արագացրու, 20 րոպեից արդեն մայրամոտ է։ Սլավան դու որ շատ է սիրում, հատկապես իմ կատարմամբ։ Չէ՞ Սլավա։ Սիրելը որն է քշնում եմ։ Վայթու։ Ամեն մարդ նկարիչ է ծնվում, նրան մաքուր կատավ է տրվում, կյանքը դու պիտի նկարես և գույներով լցնես, մեկի մոտ ստացվում է դասական, մեկն էլ նախընտրում է ավանգարդ, մենք չգիտենք ապագան, իսկ ներկան դարձել է թակարդ, աստվածները նստած ամպերում վաղուց որոշել են մեր դեն այս կյանքում հին աստվածները շատ լավ գիտեն որ իրենց որոշումը մարդիկ կխախտեն աստվածները պարկած ամպերում շպիտով հետևում են ինչպես ենք ապրում հին աստվածները խաղեր են խաղում իսկ քո կյանքի կտավը դու ես նկարում